Ինչպես զինվորը հաղթեց սատանաներին ու մահին։ Լատիշական հեքիաթ։ Մի զինվոր ծառայությունը վերջացնելուց հետո վերադառնում է տուն։ Քայլում է նա եւ ուրախանում, որ վերջապես տանը կլինի։ Քայլում է ու սուլում։ Մեկ էլ նրա դեմ դուրս է գալիս մի աղքատ ու ողորմություն խնդրում։ Արժի փողը ափսոսալ, մտածում է զինվորը եւ մի դուկատ տալիս աղքատին։ Աղքատը շնորհակալություն է հայտնում եւ գնում իր ճանապարհով։ Զինվորը առաջ է գնում, իսկ ճանապարհին նորից է մի աղքատի հանդիպում։ Եվ աղքատը նորից ողորմություն է խնդրում։ Ինչ արած։ Երկրորդ դուկատն էլ է տալիս աղքատին։ Աղքատը շնորհակալություն է հայտնում եւ գնում իր ճանապարհով։ Զինվորը շարունակում է ճամփան եւ նորից նրան հանդիպում է մի աղքատ եւ առաջին երկուսի պես ողորմություն է խնդրում։ Իր վերջին դուկատը զինվորը տալիս է նրան։ Իսկ աղքատը գրպանից հանում է մի կաշվե պարկ եւ տալիս զինվորին, այն 3 դուկատի դիմաց, որ նա տվել էր աղքատներին։ Նա ասում է. «Եթե ուզենաս որևէ մեկին խելքի բերել, միայն ասա. պարկ բացվիր, պարկ փակվիր, ու նա իսկույն կհայտնվի պարկում»։ Զինվորն ուրախանում է, վերցնում է պարկն ու շարունակում ճանապարհը։ Շուտով արևը մայր է մտնում։ Զինվորը գնում է թագավորի մոտ եւ խնդրում է գիշերելու տեղ տալ նրան։ Իսկ թագավորը չի համաձայնվում։ Նա ծանր վիշտ է ունենում։ Սատանան հրամայել է հերթով իր պալատը բերել թագավորի 3 աղջիկներին, ու ոչ ոք հանձն չի առնում պաշտպանել նրանց։ Զինվորը խոստանում է ազատել թագավորի աղջիկներին։ Թագավորն այնպես է ուրախանում, որ տեղն ու տեղը խոստանում է նրան կնության տալ իր փոքր աղջկան։ Զինվորը որոշում է փորձել բախտը։ Միայն խնդրում է իրեն տալ մի սայլ մոմ։ Երեկոյան զինվորը թագավորի աղջկա հետ մի սայլ մոմով ճանապարհ է ընկնում սատանայի պալատը։ Վառում է բոլոր մոմերը եւ այնտեղ ցերեկվա պես լույս է լինում։ Սատանան գիշերը գալիս է թագավորի աղջկա ետևից եւ զարմանում է. ինչքան լույս է պալատում։ Ծեծում է դուռը եւ հարցնում. ով կա պալատում։ Դե բացի ինձնից հին զինվորիցս, ուրիշ ոչ ոք, պատասխանում է զինվորը։ Ներս արի, եթե ուզում ես։ Սատանան չի մտնում պալատ։ Վաղը, ասում է նա, վաղը կգամ։ Մյուս օրը առավոտ շուտ թագավորը վազում է սատանայի պալատ, որ տեսնի ողջ են մնացել իր դուստրն ու նրա պաշտպանը։ Գալիս է ու զարմանում։ Զինվորն ու դուստրը քնած են անուշ քնով։ Շատ է ուրախանում թագավորը։ Իսկ զինվորը պատմում է, որ սատանան խոստացել է հաջորդ գիշեր գալ եւ խնդրում է իրեն տալ 2 սայլ մոմ։ Մյուս օրը զինվորը պետք է հսկեր միջնեկ աղջկան։ Ահա նա մոմերով եւ թագավորի միջնեկ աղջկա հետ մեկնում է սատանայի պալատ։ Նրանք գալիս են պալատ ու վառում բոլոր մոմերը։ Կեսգիշերին 3 սևաթույր ձիեր լծած իր կառքով պալատին է մոտենում 3 գլխանի սատանան, ամեն մի գլուխը մյուսից սարսափելի։ Նա թռչում է դռների մոտ եւ զայրացած հարցնում. ով է այսքան մոմ վառել այստեղ։ Զինվորը պատասխանում է. ես եմ վառել, հին զինվորս։ Դե որ հին զինվորն այստեղ է եկել, ես վաղը գիշերը կգամ։ Եվ սլանում է։ Սլանում է այնպես, որ կայծեր են թռչում ոտքերի տակից։ Զինվորն ու թագավորի աղջիկը խաղաղ քնում են մինչև առավոտ։ Առավոտ շուտ թագավորը վազում գալիս է, որ տեսնի ողջ են իր աղջիկն ու զինվորը։ Իսկ նրանք ժպտալով դիմավորում են թագավորին։
Թագավորի ուրախությանը չափ ու սահման չի լինում։ Երրորդ գիշերը զինվորը պետք է հսկեր թագավորի փոքր աղջկան։ Նա թագավորից 3 սայլ մոմ է խնդրում։ Թագավորը տալիս է 3 սայլ մոմ։ Երեկոյան զինվորը թագավորի աղջկա հետ մոմերն առած ճանապարհ է ընկնում սատանայի պալատ։ Վառում են նրանք բոլոր մոմերը և սպասում, թե ինչ է լինելու։ Կեսգիշերին մոտ 9 սևաթույր ձի լծած կառքով գալիս է 9 գլխանի սատանան։ Նա դուրս է թռչում կառքից և գոռում. «Ով կա դղյակում»։ «Ես եմ, հին զինվորը», պատասխանում է զինվորը։ Իսկ ինքը գրպանից հանում է պարկը, որ նվիրել էր աղքատը, և սպասում, թե ինչ է լինելու։ Այս անգամ սատանան ներս է մտնում պալատ ու կատաղած հարձակվում է զինվորի վրա։ Բայց զինվորը իսկույն բացականչում է. «Պարկ բացվիր, պարկ փակվիր»։ Եվ նույն պահին սատանան հայտնվում է պարկում։ Զինվորը վերցնում է պարկն ու ինչքան ուժ ունի սկսում է ծանր մահակով խփել։ Պարկի միջից ոռնոց է լսվում. «Բաց թող ինձ, աղաչում եմ զինվոր, ես կվերցնեմ թագավորի աղջկան, իսկ պալատը կտամ քեզ, միայն թե դուրս թող ինձ պարկից ու մահակով մի ծեծիր»։ Չի լսում սատանային զինվորը։ Մահակով այնքան է ծեծում, մինչև որ նա խոստանում է այլևս ձեռք չտալ թագավորի աղջկան և չերևալ այս կողմերում։ Զինվորը բացում է պարկը և դուրս թողնում սատանային։ Իսկ նա տեղն ու տեղը հարձակվում է զինվորի վրա և ուզում է պատառ անել։ Զինվորը նորից է բռնում պարկը և ասում. «Պարկ բացվիր, պարկ փակվիր»։ Եվ սատանան նորից հայտնվում է պարկի մեջ։ Այս անգամ զինվորը արդեն լավ դաս է տալիս նրան, ուժը չի խնայում։ Առաջվանից ուժեղ է ոռնում սատանան. «Բաց թող ինձ պարկից, էլ մի ծեծիր, այ կտեսնես իսկույն կգնամ, ոտքս էլ էս կողմերում չի երևա»։ Բայց զինվորն այլևս չի հավատում նրան և անխնա հարվածներ է տեղում պարկին։ Վերջապես զինվորը համաձայնվում է բաց թողնել սատանային, բայց դրա փոխարեն պահանջում է, որ նա ամբողջ պալատը լցնի ոսկով, իսկ իրեն սատանային հրամայում է նստած մնալ պարկում, մինչև փողերը չբերեն։ Սատանան ամեն ինչին համաձայնվում է, միայն թե դուրս պրծնի սարսափելի պարկից։ Նա սուլում է 3 անգամ և իսկույն անթիվ անհամար ծառաներ են լցվում պալատը։ Սատանան պարկի միջից ասում է նրանց. «Պալատը լցրեք ոսկով, միայն թե շուտ լցրեք ոսկով, այ սատանաներ»։ Սատանաներն անհետանում են և մի ակնթարթ հետո արդեն քարշ են տալիս բերում փողով լի պարկերը։ Բերում են ոսկով լի պարկերը, արդեն ամբողջ պալատը համարյա լցվում է։ Այստեղ սատանայի ճտերից մեկը վազում է նրա մոտ և ասում. «Էլ փող չկա, ինչ անենք, մի սենյակի համար ոսկին չի բավականացնում»։ «Իմ մառանում 6 տակառ ոսկի կա», պատասխանում է պարկի միջից սատանան։ «Շուտ վազիր և բեր»։ Սատանաները վազում են այնտեղ և մի ակնթարթում վերադառնում։ Այժմ արդեն բոլոր սենյակները լցված են ոսկով։ Սատանան դուրս է թռչում պարկից և առանց շուրջը նայելու փախչում։ Թագավորը լսում է, որ պալատում գիշերը աղմուկ է և կարծում է, թե նորից եկել է սատանան իր աղջկա ետևից։ Առավոտ շուտ վազում է պալատ, որ տեսնի, թե ինչ է եղել։ Տեսնում է, այ քեզ ուրախություն, զինվորն ու իր աղջիկը ժպտալով դիմավորում են իրեն, իսկ պալատը ծայր լցված է ոսկով։ Նույն օրը հարսանիք են անում։ Զինվորն ամուսնանում է թագավորի փոքր աղջկա հետ և ստանում թագավորության կեսը։ Բայց զինվորն արդեն ծեր էր, քիչ եղավ թագավոր, և հարսանիքից շատ չանցած մահացավ։
Զինվորն ընկնում է դրախտ։ Գալիս է Աստծո մոտ եւ աշխատանք ուզում։ Աստված զինվորներին կարգադրում է դրախտի դռները հսկել։ Մի անգամ գալիս է մահը եւ ասում. «Թող գնամ Աստծո մոտ, նա պիտի աշխատանք տա ինձ»։ Կարելի է այս խրտվիլակին Աստծո մոտ թողնել, մտածում է զինվորը։ Հետո գնում է Աստծո մոտ եւ ասում. «Դռների մոտ մահն է, ուզում է մտնել, բայց ես չթողեցի նրան։ Ասում է, որ դու իրեն պիտի աշխատանք տաս։ Ինչ անեմ ես, թողնեմ գա, թե չէ»։ Գնա ասա, որ 3 տարի իրար ետևից ծերունիներին սպանի։ Մտքերի մեջ է ընկնում զինվորը։ Ոնց թե այդպես։ Եթե մահը բոլոր ծերունիներին սպանի, ծեր թագավորն էլ կմահանա։ Ով կթագավորի այդ ժամանակ։ Զինվորը վերադառնում է դռների մոտ եւ ասում. «Քեզ հրամայված է 3 տարի իրար ետևից ծեր կաղնիները կրծել»։ Լսում է մահը եւ տհաճությամբ հեռանում։ Ու 3 տարի իրար ետևից ծեր կաղնիներին է կրծում։ 3 տարի հետո մահը նորից է գալիս Աստծո մոտ, աշխատանք ստանալու։ Խեղճն այնպես էր նիհարել, որ զինվորը չի համարձակվում նրան Աստծո մոտ թողնել։ Իսկ ինքը վազում է Աստծո մոտ եւ ասում. «Նորից է եկել, մի գործ տուր նրան»։ «Դե, քանի որ այն աշխատանքը վերջացրել եմ», ասում է Աստվածը, «հիմա էլ թող 3 տարի իրար ետևից սպանի ծաղկուն հասակի բոլոր տղամարդկանց»։ Մտքերի մեջ է ընկնում զինվորը։ Ինչ անեմ։ Ինչպես ասեմ նրան, որ 3 տարի շարունակ սպանի ծաղկուն հասակի մարդկանց։ Ախր նա իմ ջահել կնոջն էլ կսպանի։ Վերադառնում է զինվորը մահի մոտ եւ ասում. «Քեզ հրամայված է 3 տարի մատղաշ կաղնիները կրծել»։ Էլ ավելի տհաճությամբ, քան առաջին անգամ լսում է մահը զինվորին եւ գնում 3 տարի կրծում մատղաշ կաղնիները։ Իսկ երբ ժամկետը լրանում է, նորից է գալիս աշխատանք ստանալու։ Նայում է զինվորը նրան եւ սարսափում։ Խեղճի վրա միայն կաշին ու ոսկորն են մնացել։ Հիմա դրան հետ չի կարելի Աստծո մոտ թողնել։ Եվ նորից ինքն է գնում Աստծո մոտ ու ասում. «Ինչ պիտի անի այս անգամ։ Այս 3 տարիների ընթացքում ինչ աշխատանք կա նրա համար»։ «Թող հիմա էլ սպանի աշխարհի բոլոր երեխաներին», պատասխանում է Աստված։ Սա արդեն բոլորովին անելու բան չի, մտածում է զինվորը։ Կարող է այս ժամանակամիջոցում կինս երեխա է ունեցել, ախր նրան էլ կսպանի։ Զինվորը վերադառնում է եւ ասում. «Քեզ հրամայված է 3 տարի կրծել փոքրիկ կաղնիները»։ Հազիվ ոտքերը քարշ տալով հեռանում է մահը։ Ամբողջ 3 տարի նա կրծում է փոքրիկ կաղնիները։ 3 տարի հետո նորից գալիս է Աստծո մոտ եւ աշխատանք է ուզում։ Զինվորը տեսնում է նրան ու չի ճանաչում։ Նույնիսկ կաշի չէր մնացել վրան։ Միայն ոսկորներն էին դուրս ցցված։ Հիմա արդեն բոլորովին չի կարելի նրան Աստծո մոտ թողնել։ Նորից ինքն է գնում Աստծո մոտ։ Նորից է եկել մահը, աշխատանք է ուզում։ Աստված պատասխանում է. «Արդեն չգիտեմ էլ ինչ աշխատանք տամ, բոլոր մարդկանց ոչնչացրել է, ապա մի կանչիր տեսնեմ»։ Ինչ արած։ Զինվորը ստիպված է լինում մահին թողնել Աստծո մոտ։ Իսկ Աստված չի ճանաչում նրան։ «Դու ով ես»։ հարցնում է։ «Ես մահն եմ», պատասխանում է մահը։ Զարմանում է Աստվածը։ Այդքան մարդ է կերել եւ էլի այսքան նիհար։ Իսկ ո՞նց չլինի այսպես, ասում է մահը։ 9 տարի շարունակ միայն կաղնի եմ կրծել։ Այստեղ Աստված գլխի է ընկնում, թե ով է մեղավոր, որ մահը հասել է այս օրին։ Եվ Աստված հաստատ որոշում է պատժել զինվորին։
կանչում է նրան իր մոտ և հրամայում 9 տարի մահին շալակած ման գալ աշխարհում, իսկ մահին էլ պատվիրում է առաջին հերթին սպանել զինվորի բոլոր հարազատներին։ Գնում է զինվորը մահը շալակած, իսկ մահն իսկույն որոշում է սպանել զինվորի քույրերին և եղբայրներին։ Մտնում են նրանք խրճիթ, իսկ այնտեղ բոլորը մահամերձ պառկած են, հազիվ են շնչում։ Խղճում է նրան զինվորը, նստում է նստարանին, հանում բռնոթին և սկսում է քիթը քաշել։ Մահը տեսնում է դա, կպչում է զինվորին, թե ինձ էլ բռնոթի տուր։ Զինվորը չի ուզում նրան բռնոթի տալ, բայց նա այնպես է խնդրում, որ զինվորը վերջապես ասում է. «Ես բռնոթին կլցնեմ պարկիս մեջ, իսկ դու էլ մտիր այնտեղ ու քեֆդ ուզածի չափ հոտ քաշիր»։ Զինվորը գրպանից հանում է աղքատի նվիրած պարկը և ասում. «Պարկ բացվիր, պարկ փակվիր»։ Մահը նույն վայրկյանին հայտնվում է պարկում։ Զինվորը ծալում է պարկը և դնում գրպանը, և հիվանդներն իսկույն սկսում են լավանալ։ Վեր են կենում անկողնուց, իսկ զինվորը գնում է իր կնոջ մոտ և երջանիկ ապրում է նրա հետ 9 տարի։ Հետո զինվորը տանում է մահին Աստծո մոտ և ճանապարհին ասում նրան. «Ես քեզ միայն այն ժամանակ դուրս կթողնեմ պարկից, եթե ինձ ջահել դարձնես»։ Վատ էր մահի վիճակը, վատ էր նրա վիճակը պարկում, նա ավելի էր նիհարել։ Ստիպված խոստանում է զինվորին կատարել նրա ուզածը։ Զինվորը հանում է մահին պարկից, իսկ ինքն էլ դառնում է ջահել ու գեղեցիկ։ Հետո մահին տանում է Աստծո մոտ։ «Դե», հարցնում է Աստված, «շատ մարդ սպանեցիր»։ Մահը բողոքում է. «Ախր ո՞նց կարող էի մարդ սպանել, եթե զինվորը ինձ մտցրել էր պարկի մեջ և 9 տարի դուրս չէր թողնում այնտեղից»։ Բարկանում է Աստված զինվորի վրա և քշում նրան իր աչքից հեռու։ Իսկ զինվորի ուզածն էլ հենց դա էր։ Վերադառնում է նա իր թագավորությունը ջահել կնոջ մոտ և ապրում ուրախ ու երջանիկ։